Կարծում եմ I believe մեր մեծ տարածաշրջանում գտնվող, այսինքն չգիտեմ, ամբողջ եվրասիական մայրցամաքում գտնվող որևէ պետություն չի կարող ասել, որ Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները ազդեցություն չեն ունենա իրենց վրա, ըստ էության ողջ աշխարհը այսօր կենտրոնացած է մի քանի խնդրի վրա եւ թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջիններից մեկը կամ առաջինը հենց Ուկրաինայում հակամարտության դադարեցման ուղղված ջանքերն են, առաջարկներ եւ դրանց շուրջ տարբեր երկրների կամ երկրների խմբերի դիրքորոշումները, իհարկե Հարավային Կովկասում իրավիճակը եւս մեծապես կարող է կախված լինել դրանից, բայց ձեր հարցին ուզեմ պատասխանել հետեւյալ կերպ, եւ այո, եւ ոչ, այսինքն կապ անշուշտ կա եւ ազդեցություն անշուշտ կարող է լինել, եւ աշխարհում ոչինչ ըստ էության բացարձակ, այսինքն վակուումի մեջ չէ եւ փոխկապակցվածություն տարբեր խնդիրների միջեւ կան, բայց նաեւ կան հավելյալ ջանքեր, հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, նույնիսկ չկապված Ուկրաինայում կամ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, որի Ադրբեջանի հետ, որի մասին ես քիչ առաջ խոսեցի, եւ ըստ այդմ փակելու թշնամանքի էջը Հարավային Կովկասում, իհարկե մեկ փաստաթղթով բոլոր խնդիրները չեն լուծվի, մենք սա կարող է լինել սկիզբը խաղաղության գործընթացի ըստ էության ոչ թե վերջնարդյունքը եւ կմնան խնդիրներ, որոնք մենք երկկողմ ջանքերով կկարողանանք շարունակել կարգավորել, մանավանդ որ նույն համաձայնագրում նախատեսված են հետագա երկկողմ աշխատանքներ եւ խնդիրներ կարգավորելու մեխանիզմներ, նույն կերպ մենք նաեւ պատրաստ ենք օր առաջ դրական ավարտին հասցնել մեր երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմաններ, ինչի մասին ընդ որում եւ մենք եւ Թուրքիան բարբերաբար համատեղ եւ առանձին հայտարարել ենք, այնպես որ այս գործընթացները ինչ որ առումով կարող են նույնիսկ առաջ անցնել կամ զուգահեռ ընթանալ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ ճնշումներին կամ հիասթափություններին, գիտեք, մենք վարում ենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, մենք ունենք քաղաքացիական նախաձեռնություն, որը քննարկվում է ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է, որը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Եվրոպական միության անդամակցման գործընթաց նախաձեռնի մեկնարկի, մենք ունենք շատ խորը հարաբերություններ Եվրոպական միության հետ եւ ընդ որում դրանք հենց այսօր էլ նորից զարգացնում եւ խորացնում ենք, մենք ընդամենը 2 ամիս առաջ կամ մի փոքր էս կողմ ստորագրեցինք նույն այս անունը կրող ռազմավարական համագործակցության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ, միևնույն ժամանակ մենք շարունակում ենք մեր գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, մենք առաջին հերթին շարունակում ենք եւ շահագրգռված ենք զարգացնել մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ, հասկանում ենք, որ տարբեր երկրների տարբեր գործընկերություններ կարող են դուր չգալ, կարող են հիասթափությունների առիթ դառնալ գուցե, բայց մենք փորձում ենք բացատրել, որ մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով, մեր որևէ գործընկերություն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, չգիտեմ, մեր ռազմավարական համագործակցության փաստաթուղթը Նիդերլանդների թագավորության հետ ուղղված չէ ոչ Ռուսաստանի դեմ, ոչ Վրաստանի դեմ, ոչ Թուրքիայի դեմ, ոչ Իրանի դեմ, ոչ էլ որևէ հեռավոր երկրի, ենթադրենք օրինակ, թող ինձ թույլ տրվի ասել, ասենք օրինակ Ավստրալիայի դեմ, որևէ մեկի դեմ, սա մեր եւ Նիդերլանդների հարաբերությունների խորացման մասին է, այսքանը։ Շնորհակալ